Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին։ Նման խորագրով ցուցադրություն կազմակերպվում է առաջին անգամ։ Ներառված են 19-րդ, 20-րդ եւ 21-րդ դարի հրապարակումներ հետեւյալ սկզբունքով, որոնք իրենց առաջին էջերին պարունակում են հոդվածներ կամ պատկերներ, որոնք պատմում են հայոց ցեղասպանության համիրյան ու երիտթուրքերի վարչակարգերի օրոք իրականացված եղերական դեպքերից որոշակի դրվագներ։ Ունենալով որ թուրքերը բոլոր զիջումները Բրիտանիային անում են հայկական բոլոր հարցերում եւ հետեւաբար երկմտում է Ջոն Բուլը Անգլիան, այսօր է երկմտում եւ միգուցե եւ ավելի երկմտում է արդյոք արժի խառնվել այս տեսարանին, որը ունենք աջ կողմը։ Եվ տեսեք ինչքան նման է այսօրվա քաղաքականությանը, այն քաղաքականությունը, այն հոգեվիճակը, այն արժե համակարգը այդ համաշխարհային քաղաքականության մեջ, որը կար ճիշտ 100 տարի առաջ։ Որոշ ցուցադրվող նյութեր ուղղակի բնօրինակ են, ցուցադրության ներկայացվում են առաջին անգամ։ Ըստ մասնագետների այս փաստացի արխիվային համարվող նյութերը լուրջ փաստ տարկեն հայ հանրության ու իշխանությունների ձեռքին, միջազգային հանրությանը ներկայացնելու հենց միջազգային մտքի ու ձեռքի արգասիքները հայերի ու բնաջնջել կամեցող ժողովրդի մասին։ Այս ցուցադրությունը, այս թեման եւս մեկ լուրջ փաստարկ է, որպեսզի հետքենք թուրքական ցանկացած ժխտողական փորձ։ Այս ցուցադրությունը խոսում է ինքնին։ Այստեղ մեկնաբանություններ չպետք է անել, որովհետև սա հայկական մամուլ չի, սա հայկական հանդեսներ եւ հայկական թերթեր չեն։ Սրանք արտասահմանյան թերթեր են, արտասահմանյան հանդեսներ են, որոնք իրենց պատկերագրության տեքստերի հաղորդագրությունների մեջ դատապարտում են տեղի ունեցող հանցագործությունները։ Դատապարտում են թե սուլտանական, թե երիտուրկական, թե քեմալական, այսինքն բոլոր շարունակականությունը այս հանցագործությունների տարբեր վարչակարգի, թրքական տարբեր վարչակարգերի օրոք դատապարտում է համաշխարհային մամուլի կողմից։ Այս ցուցադրությունը դառնալու է շարժական, թարգմանվելու է տարբեր լեզուներով ու շրջելու է աշխարհում, ասում է Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Չնայած այսօր էլ մեծ թիվ են կազմում սփյուռքահայերն ու օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիները, ովքեր ապրիլ 24-յան այս օրերին Հայաստանում են։ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտն օրինակ խիստ տպավորված է գերմանական 19-րդ դարի հրապարակումներով ու ասում է, թե հպարտ է, որ իր երկիրը մեկն է այն առաջիններից, որ դատապարտել է հայ ժողովրդի նկատմամբ իրագործված չարիքը։ Recently, you may have heard the German First Channel showed a film about Գերմանական հեռուստաալիքը նաև վավերագրական ֆիլմ է ցուցադրել գիշերային ժամերին, այն կոչվում է Ախմեդ, Գերմանիայի հասարակությունը ամբողջովին տեղյակ է 1915 թվականի անցքերից, իսկ ես խորը տպավորված եմ այդ ֆիլմով։ saw this film late at night. Ֆրանսիական թերթերը եւս հին ու հարուստ հրապարակումներ ունեն 1915 թվականի անցքերի վերաբերյալ։ Ֆրանսահայ բժիշկ Հակոբ Դերվիշյանը փնտրել ու գտել է դրանք դեռ 1900-ական թվականներից։ Ֆրանսիայի արխիվներից, որտեղ ապրել ու մեծացել է ցեղասպանության հետևանքով Ֆրանսիայում հաստատված հայ ընտանիքում։ Ետք ֆրանսացիները, 2-3 ֆրանսացի սկսան գրել եւ մյուսները ըրին։ Բայց դժվարությունով, որը թուրքերը գվճարեին ֆրանսիական թերթերը կի ուրիշ բան գրեն։ Այս բոլոր լեզուներով թերթերը նաև այլ բովանդակությամբ հրապարակումներ ունեն, ասում է ֆրանսահայ բժիշկը, բայց արխիվները նաև պահպանել են, որ երբեմն ֆրանսիացի լրագրողներին վճարել ու թելադրել են հենց թուրքերը։ Քրիստինա Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս, Երևան։